Հաղորդման գործընկերն է Status ինտելեկտուալ ակումբը։ Հաղորդման գործընկերն է Maxus կենսաակտիվ հավելումները։ Այսօր անդրադառնալու ենք մի թեմայի, որը ցավալիորեն շարունակում է մնալ լուրջ խնդիր ողջ աշխարհում։ Խոսքը երեխաների սեռական բռնության եւ ոտնձգությունների մասին է։ Բարև ձեզ։ Ես բժիշկ սեքսոլոգ Լուսինե Ստեփանյանն եմ։ Եթերում կոնտակտ հաղորդաշարն է, որի ընթացքում մենք խոսում ենք թեմաներից, որոնց մասին կամ ամաչում են բարձրաձայնել, կամ չգիտեն ում դիմել։ Իսկ այսօրվա իմ հյուրն է սոցիալական աշխատանքի եւ սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ, սոցիալական գիտությունների թեկնածու Յուլիանա Մելքումյանը։ Բարև ձեզ։ Ողջույն։ Շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Այս թիրախային թեմային անդրադառնալու ենք միասին, քանի որ ես գիտեմ, որ դուք անցկացրել եք նաև հատուկ հետազոտություն եւ դրա համար մենք ուզում ենք, որ թեման բարձրաձայնվի, որպեսզի մեր հասարակությունում էլ տեղյակ լինեն այս ամենի մասին։ Ընդհանրապես, ինչ այնից ներկայացնում բռնությունը։ Ինչի համար եմ այս հարցը տալի, որովհետեւ աշխատելով շատ պացիենտների հետ, ովքեր ընտանիքում ենթարկվում են բռնության, միևնույն է չեն ընկալում դա որպես բռնություն։ Կխնդրեմ դրա մասին։ Շնորհակալություն հարցի համար։ Այսօր քննարկվում են բռնության տարբեր տեսակներ եւ որքան պրակտիկան զարգանում է, որքան հետազոտությունները զարգանում են, այնքան այդ տեսակները ավելի ձևակերպվում են եւ բացատրվում են։ Հիմնականում տարբերում են ֆիզիկական բռնություն, հոգեբանական բռնություն, սեռական բռնություն, անտեսում։ Այս 4 տեսակների մասին է հիմնականում խոսքը գնում, եթե երեխաների մասին ենք խոսում, նաեւ եւ երեխաների եւ մեծահասակների մասին խոսելիս կարելի է առանձնացնել տնտեսական բռնությունը, երբ սահմանափակում են տնտեսական հնարավորությունները։ Մեր հետազոտությունը վերաբերում է ընդհանրապես չհետազոտված, Հայաստանում չհետազոտված թեմային, սեռական բռնությանը եւ շահագործմանը։ Եվ մեր հետազոտության նպատակն էր, նախ ասեմ, որ շատ շնորհակալ ենք Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը, որը կանաչ լույս տվեց այս հետազոտությունը դպրոցներում իրականացնելու համար, ասեմ, որ Երևանի պետական համալսարանում գործող էթիկական հանձնաժողովը, որը նման բնույթի հետազոտությունների ողջ գործիքակազմը շատ խիստ փորձաքննության է ենթարկում եւ շուրջ կես տարի մենք համագործակցել ենք, որպիսի էթիկական բոլոր հանձնաժողովների նպատակն է ապահովել, որպիսի երեխային որևէ վնաս չսպառնի եւ մեր հարցերը այնքան նուրբ էին, երբ որ խոսում ենք սեռական բռնության մասին, մարդիկ մտածում են, որ անմիջապես պետք է հարցը տաս սեռական ինչ-որ կոնտենտի մասին։ Ասեմ, որ նախ հայերեն խոսել սեռական կոնտենտից հատկապես երեխայի հետ պրակտիկապես չի ստացվում։ Շատ բարդ է։ Բառապաշար չկա։ Չկան բառեր, որոնք ընդունված է օգտագործել, կա խիխի-խախա, կան հայհոյանքներ, որոնք չես օգտագործի բնականաբար, կան գիտական բժշկական տերմինաբանություն, որը երեխային հասանելի չի, նա չի հասկանում, չի կարող այդ մասին խոսել եւ իրականում մենք սկսել ենք մեր հետազոտությունը հենց մասնագետների հետ փորձագիտական հարցումներից, զրուցել ենք բժիշկների, սեքսոլոգների, հոգեբանների, սոցիալական աշխատողների հետ, որոնք աշխատում են հենց երեխաների հետ եւ որոնք առաջնագծում են, իրենք են առաջինը լսում երեխաների նկատմամբ բռնության մասին, երեխաների փորձառության մասին եւ երբ որ ասում ենք իսկ ինչ բառապաշար եք օգտագործում, ասում են երեխան ցույց է տալիս իր մարմնի վրա, այսինքն վերբալ ձևով արտահայտելու հնարավորություն չունի, ինքը սկսում է ցույց տալ ինչ է տեղի ունեցել։ Ինչու են հասարակություններում եւ առհասարակ ընտանիքներում նախընտրում լռել երեխաների բռնության դեպքերի մասին, այլ ոչ թե բարձրաձայնել եւ կանխարգելել։ Սա Հայաստան բավականին լուրջ խնդիր է ու ես ինքս աշխատելով դպրոցում ու առնչվելով երեխաների հետ լսել եմ բազմաթիվ դեպքեր, երբ որ երեխաները ընտանիքներում եւ հարևանների կողմից ենթարկվել են բռնության, բայց վախեցել են ծնողներից բարձրաձայնել դրա մասին։ Արդեն խոսեցինք այն մասին, որ չկա այդ հիմնախնդրի վերբալիզացիայի հնարավորություն, իրականում սա հետևանք է։ Սա հետևանք է սոցիալական տաբուների։ Թեման չի քննարկվում ընտանիքներում, չի քննարկվում դպրոցներում, չի քննարկվում նախակրթարաններում եւ երեխաները բնականաբար ունենալով հետաքրքրություն այդ ոլորտի նկատմամբ, հատկապես դեռահասության տարիքում, ստիպված են
հիմնվել ինչ որ ուրիշ աղբյուրների վրա։ Այսօր մեր դպրոցներում բարեբախտաբար կա առողջ ապրելակերպ խմբակը, որին երեխաները պարտադիր պետք է մասնակցեն, եւ երեխաների մասնակցությունը սակայն կազմակերպումը այդ դասընթացների մեր հարցումները ցույց են տալիս, որ 30% դեպքերում է, որ իրոք դասընթացը կազմակերպվում է։ Մյուս դեպքերում կամ չի արվում, կամ փոխարեն ինչ որ ուրիշ թեմաներով քննարկումներ են արվում, կամ հատկապես սեռական բռնության վերաբերյալ այդ թեմաներին հասնելուն պես դասավանդող ուսուցիչը ասում է, սա տանը կկարդաք մենակ, երբ որ լինեք, քննարկում չի գնում, այսինքն երեխաների մեկնաբանությունները եւ երեխաներին անհանգստացնող հարցերը քննարկելու հնարավորություն չկա։ Երեխաները նաև ավագ դպրոցների շրջանավարտները ասում են, որ որոշ դպրոցներում տարանջատել են տղաներին, աղջիկներին, որպեսզի առանձին նրանք կարդան, ընթերցեն, բայց ոչ թե քննարկեն ու կարողանան բարձրացնել իրենց անհանգստացնող հարցերը։ Արդյոք մեր հասարակությունում, այսպես ասենք, մշակութային առանձնահատկությունը, ասեմ թե սոցիալական առանձնահատկություն, պատվի գաղափարն է խանգարողը, որ նախընտրում են չբարձրաձայնել։ Դա էլ կա, ես մի քանի պատասխան ընթերցեմ, որոնք տվել են երեխաները, այն երեխաները, որոնք նշել են, որ սեռական բռնության որևէ տեսակի ենթարկվել են։ Իդեպ նշեմ, որ մեր հետազոտության ընթացքում մենք կարողացել ենք հարցնել 336 երեխա։ Հարցումը առցանց էր, այսինքն դասարաններում հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հոգեբանները, որոնք հատուկ պատրաստված էին, նրանք տրամադրում էին առցանց հղումը, այդ հղումով երեխաները մտնում էին եւ դա հարցազրույց չէր։ Նրանք ուղակի լրացնում էին, ընդ որում էլի նշեմ, որ էթիկական հանձնաժողովի միջամտության շնորհիվ մենք ունեցանք քառամակարդակ համաձայնություն։ Համաձայնություն է տվել Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը, համաձայնություն է տվել դպրոցը, համաձայնություն է տվել ծնողը, համաձայնություն է տվել ինքը երեխան եւ 5-րդ մակարդակն էլ նշեմ, երբ որ անդրադառնում էինք, մենք խոսել ենք տարբեր իրավիճակների մասին, դպրոցում վտանգների մասին, ընտանիքում իրավիճակի մասին, ով է ամենամտերիմը երեխայի համար ընտանիքում, ում հետ է կիսվում տարբեր իրան անհանգստացնող հարցերով, այսպիսին էին հարցերը, հա, այսինքն որևէ դիսկոմֆորտ երեխայի համար ստեղծող հարցեր չէին։ Այդ հարցերից հետո նոր գալիս էր բուն սեռական բռնության փորձառության վերաբերյալ հարցերը եւ դարձյալ երեխաներից համաձայնություն էին խնդրում, արդյոք համաձայն են թե ոչ։ 336 երեխաներից 139 համաձայնեցին այդ բլոկին պատասխանել։ Եվ այդ 139 երեխաներից 13%-ը որևէ սեռական բռնության փորձառություն են ունեցել։ Ի նկատի ունեցեք, որ սեռական բռնություն ասելով ի նկատի չունենք միայն ակտը։ Այո, իհարկե։ Ի նկատի ունենք մարմնի ինտիմ մասերին դիպչելը։ Ի նկատի ունենք պոռնոգրաֆիկ բնույթի նյութեր ստիպել դիտելը, հա, խոսքը գնում է շատ ավելի լայն սպեկտրի մասին, ոչ միայն ակտի մասին է խոսքը, բայց 13%-ը եղել են նման իրավիճակ։ Ինձ հետաքրքրեց 13%-ի քանի տոկոս դեպքերն են պայմանավորված եղել ընտանիքի անդամների ֆակտորով եւ քանի տոկոսը դրսի մարդկանց, հա, հասարակության։ Այո, ես ձեզ ասեմ, որ այդ թիվը ամենաբարձր տոկոսը այստեղ մենք ունենք այսպիսի սանդղակ։ Ամենաբարձր թիվը այլ երեխական դեռահաս 31%, մեծահասակում ճանաչում եմ 15%, մեծահասակում չեմ ճանաչում 15%, այլ պատասխան են տվել 10.5%-ը, հետաքրքիր է, որ 26%-ը դարձյալ չեն ուզել պատասխանել։ Մենք յուրաքանչյուր հարցին հնարավորություն ենք տալիս երեխային պատասխանել չեմ ուզում։ Այսինքն ինքը կարող էր ոչ միայն ընդհանուր բլոկից խուսափել հարցերի, այլ նաև յուրաքանչյուր հարցից։ Եվ ասեմ, որ չեմ ուզում պատասխանել, այսինքն երեխան արդեն ուզում է քննարկի փորձառությունը, բայց կոնկրետ այդ հարցին չի ցանկանում պատասխանել եւ տարբերությունը շատ բարձր է աղջիկների եւ տղաների միջեւ։ Տղաները շատ ավելի հաճախ են խուսափում պատասխաններից եւ տղաները իրականում այդ 13%-ը դա ընդհանուր տոկոսն է, հա, որոնք ենթարկվել են որևէ տեսակի բռնության, բայց
9% աղջիկներ են, աղջիկների 9%-ն են այնտեղ եւ տղաների 24%-ը։ Այսինքն երբ որ համաձայնում են զրուցել տղաները, նրանք ուզում են կիսվել փորձառությամբ, որովհետև փորձառությամբ կիսվելու հնարավորություն չունեն։ Եվ չկիսվողների մեջ դարձյալ բարձր է տղաների տոկոսը։ Սա շատ հետաքրքիր իրավիճակ է, շատ ցավալի իրավիճակ է։ Բնականաբար ընտանիքում երեխաները առաջին հերթին մտերիմ են մայրիկի հետ։ Երկրորդ տեղում ինչպես է կարծում ով է։ Տրամաբանորեն մտածում եք, որ հայրիկն է, չէ, հայրիկը չէ, քույր եղբայրներն են, հետո նոր արդեն հայրիկն է։ Եվ այս տարբերությունը էական է։ Երբ որ համեմատում ենք տղաների եւ աղջիկների պատասխանները, այստեղ մենք ունենք թիվ, որ 8%-ն են ասում, որ մտերիմ են հայրիկի հետ, սակայն եթե համեմատում ենք տղաների աղջիկների պատասխանները, աղջիկների 4%-ն են մտերիմ հայրիկի հետ, տղաների 16%-ն են մտերիմ հայրիկի հետ, այսինքն տեսեք ինչ տարբերություն է սեռերի միջև, եւ այս երևույթը կոչվում է շատ հստակ գիտական անուն ունի, այն կոչվում է հոմոսոցիալականություն։ Դա մենք բոլորս ենք հոմոսոցիալական, երբ որ մենք մտնում ենք տրանսպորտ, նստում ենք եւ ունենք մի քանի այլընտրանքային տեղ նստելու, մենք նախընտրում ենք նստելու մեզ ավելի տարիքով մոտ, նույն սեռի, մոտավորապես նույն սոցիալական կարգավիճակի մարդու կողքին։ Դա բնական մարդկային ձգտում է, նմանները իրար կպնում են։ Այնտեղ մենք մեզ ավելի անվտանգ ենք զգում։ Կինը կնոջ կողքին է նստում, տղամարդը տղամարդու կողքին է նստում։ Նույնը կատարվում է նաև երեխաների հետ ընտանիքում։ Տղան ձգտում է հոր հետ շփվել։ Սակայն դուք տեսնում եք, որ այս տարբերությունը, եթե տանը հոր հետ շփումը չի ստացվում, դպրոցում մենք գիտենք, որ ուսուցիչ տղամարդիկ շատ քիչ են եւ երբ որ մենք հարցնում ենք իսկ դպրոցում ում կդիմեիք, դասղեկին շատ ավելի հաճախ նման իրավիճակներում դիմում են աղջիկները, իսկ տղաները գիտեք ում են դիմում, ֆիզկուլտուրայի ուսուցչին, որովհետև հիմնականում ֆիզկուլտուրայի ուսուցիչներն են, որ տղամարդ են եւ նրանք գտնում են այն նույն սեռի մարդուն, ում հետ կարող են խոսել, հատկապես դա դեռահասության տարիքն է։ Մեր հարցվողները 12-ից 17 տարեկան էին, երբ որ տեղի են ունենում բազմաթիվ ֆիզիոլոգիական եւ հոգեբանական փոփոխություններ եւ սեռական փոփոխություններ եւ երեխան փնտրում է, ում հետ կարող է կիսվել։ Եվ տղաները որպես կանոն, եթե ինչ-որ հիմնախնդիր է լինում, որը պետք է լուծել, ինչ-որ վտանգ է լինում, վնաս է լինում, խոսքը չի գնում զուտ սեռական բռնության մասին, նրանք առաջին հերթին դիմում են ընկերներին, երկրորդ հերթին հայրիկին, երրորդ հերթին նոր մայրիկին։ Աղջիկները սկզբից մայրիկին, հետո ընկերներին, հետո հայրիկին։ Սա սեռով պայմանավորված տարբերությունները այս ոլորտում շատ են։ Ինչ պետք է երեխան իմանա սեռական բռնության մասին եւ ինչպես երեխային պաշտպանել սեռական բռնությունից։ Թեման շատ մոտ է նաեւ սեռակրթությանը, քանի որ մենք սեքսոլոգներս ասում ենք, որ սեռակրթությունը ինքը երեխային պաշտպանելու միջոց է, այլ ոչ թե միայն սեռական հարաբերությունների մասին խոսելու ինչ որ թեմա, ու երբ որ մենք անդրադառնում ենք այս թեմային, ծնողները միշտ հակադարձում են մեզ։ Հետաքրքիր է ձեր կողմից նման հակադարձում տեսել եք դուք արդյոք որպես մասնագետ եւ արդյոք ծնողները խոսում են երեխաների հետ այդ կանխարգելիչ միջոցառումների մասին։ Ես հիմա կհնչեցնեմ տվյալներ, որովհետև հենց այդ մասին ունենք տվյալներ, բայց ուզում եմ նախ եւ առաջ խոսել համացանցի մասին։ Համացանցը որպես նոր լրացուցիչ վտանգ եւ մենք խոսում ենք կիբերբռնության մասին արդեն, հեռախոսների միջոցով, համացանցի միջոցով, դա այն երեխայի տարածքն է, որտեղ ծնողը գրեթե ներխուժելու հնարավորություն չունի։ Ոչ միայն հնարավորություն չունի, այլ նաև էթիկական նկատառումներից ելնելով չի ստուգում ամեն վարքյան երեխայի հեռախոսը, թե ում հետ ինչ գրվեց, թողնում է երեխային իր անձնական տարածքը։ Այնտեղ հստակ կարգավորում չկա, որքանով ներխուժել, որքանով երեխային թողնել ինքնուրույն այդ տարածքում։ Բայց տեսեք ինչ պետք է իմանա եւ մենք այս հարցերը տվել ենք երեխաներին։ Հարցը ձևակերպված էր այսպես. սրանցից ինչ որ բան երբևէ քննարկել եք դպրոցում դասերի կամ խմբակների ժամանակ, անծանոթների հետ չխոսելը։ Տեսեք, խոսքը սեռական, ոչ մի նման վախեցնող բան չկա, բայց անծանոթի հետ չխոսելը արդեն իսկ որոշակի պաշտպանություն է։
Մոտ ժամանակ մենակ չքայլելը։ Պաշտպանություն է։ Անծանոթ մարդկանց մեքենա չնստելը։ Այսա քննարկել ենք 40%-ը։ Անծանոթների հետ չխոսելը դարձյալ 38%-ը։ Մոտ ժամանակի մասին երևի թե մեր մշակութայինն է, մենք համեմատաբար ավելի անվտանգ քաղաք ունենք, 19%-ն են խոսել երեխաների հետ։ Անծանոթներից քաղցրավենիք չվերցնելը կամ նվերներ չընդունելը 40%-ը։ Մարմնի ինտիմ եւ ոչ ինտիմ մասերի միջև եղած տարբերությունը։ Սրա մասին ընդամենը 14%-ն են նշել, որ իրանց հետ ինչ որ մեկը խոսել է։ Ներքնազգեստի կանոններ գոյություն ունեն։ Ես անգամ, քանի որ մենք հարցաթերթիկը կազմելիս օգտագործել ենք միջազգային գործիքներ, դա եւ IPSCAN-ն է եւ JVQ-ն է, որոնք հատուկ միջազգայինորեն ստուգված գործիքներ են եւ կիրառվում են տարբեր երկրներում, նաեւ կիրառվում են համեմատելիությունը երկրների միջև ապահովելու համար։ Այստեղ կար ներքնազգեստի կանոններ, որոնք ես չգիտեի ինչպես underwear rules, որոնք ես ստիպված այդպես էլ թարգմանեցի եւ հարցումը ցույց է տալիս, որ երեխաներից ոչ ոք չհասկացավ ինչի մասին է խոսքը։ Խոսքը գնում է այն մասին, որ այդ որտեղ որ քո ներքնազգեստն է, որպեսզի տարբերես ինտիմ եւ ոչ ինտիմ մասերը, այնտեղ որտեղ ներքնազգեստն է, դիպչել ոչ ոք իրավունք չունի։ Տեսեք ինչքան մեղմ է կոչվում անգլերեն underwear rules, հայերեն էլ է նորմալ հնչում իրականում ներքնազգեստի կանոններ, բայց անգամ տերմինը ծանոթ չէ եւ երեխաներին էլ անծանոթ էր, բացարձակ 0% ունենք։ Վտանգավոր իրավիճակների համար նախատեսված նախազգուշական նշաններ 33%-ը գիտեն, 33-ի հետ խոսել են։ Վտանգավոր եւ անվտանգ գաղտնիքների միջև եղած տարբերությունը 20%-ն գիտեն այդ մասին։ Ինչպես ոչ ասել անհարմար կամ ոչ անվտանգ իրավիճակներում 21%-ի հետ են խոսել նման խնդրի մասին։ Ինտերնետում անձնական լուսանկարներ կամ տեսանյութեր չուղարկելը ոչ մեկին 30%-ի հետ են խոսել այդ մասին։ Անձամբ չհանդիպելը ինչ որ մեկի հետ, ում միայն համացանցով է ճանաչում 20%-ը։ Ինտերնետում անպատշաճ մեծահասակների համար նախատեսված նյութերից խուսափելը 14%-ը։ Եվ այն մասին, թե որտեղ օգնություն ստանալ, խոսել են 22%-ի մասին։ Դուք տեսնում եք, որ մի երկու դեպքում ես խոսեցի 40%-ի մասին, իսկ ընդհանուր առմամբ 20%-ի մասին էր խոսքը։ Այսինքն երեխաների շուրջ 20%-ն է իրազեկված, ինչ չի կարելի անել։ Ու դուք տեսնում եք, որ սա բավական կենցաղային իրավիճակներ են, որոնք կանխարգելող կարող են լինել, որպեսզի երեխան չհայտնվի ավելի լուրջ առանց ավելորդ շեշտվածությունների սեռական ոլորտի հետ կապված։ Կան արդյոք Հայաստանում կիրառելի ծրագրեր երեխաների սեռական բռնությունից պաշտպանվելու համար, հա, այսինքն դպրոցներում որոշակի թեմաներից խոսել մասնագետների կողմից։ Դպրոցը ինքը ունի այդ ծրագիրը, որի մասին արդեն խոսեցինք, առողջ ապրելակերպը, այո, բայց դա լիարժեք չի իրականացում եւ մասնագետների պակասի պատճառով եւ տաբուացված թեմաների պատճառով, որովհետեւ երեխաների արձագանքը շատ հաճախ վախենում են, թե ինչպիսին է կարող է լինել այդ երեխաների արձագանքը, լրացուցիչ հետաքրքրություն չառաջացնելուց են ավելի շատ վախենում, մտածում են հետաքրքրություն չառաջացնելու մասին, ոչ թե երեխային վտանգից պաշտպանելու մասին։ Սա էլ է դիլեմա, որը յուրաքանչյուր մասնագետ յուրովի է մոտենում եւ յուրովի է լուծում, բայց արդյունքում բնականաբար մենք երբեմն լսում ենք շատ լուրջ դեպքերի մասին, որոնք ստանում են հասարակական հնչեղություն եւ ցավոք հասարակական հնչեղություն, որովհետեւ շատ հաճախ չեն պահպանվում երեխայի կոնֆիդենցիալությունը, երեխայի անձի գաղտնիությունը չի պահպանվում, ընտանիքի գաղտնիությունը չի պահպանվում, կոնֆիդենցիալությունը չի պահպանվում, ընդ որում դա թիվ 1 խնդիրն է, որը որ թույլ չի տալիս հնչեցնել հիմնախնդիրը։ Ես հիշեցի դեպքերից մեկը, իհարկե պացիենտը արդեն դիմել էր հասուն տարիքում սեքսոլոգիական խնդրով, բայց խնդիրը առաջացել էր դեռահասության շրջանում։ Ընդհանրապես մենք սեքսոլոգներս կարևորում ենք երեխայի զարգացման մինչև 18 տարեկանը, հա, դեռահասության ավարտի շրջանը, քանի որ ամենաթիրախայինն է հոգեսեքսուալ զարգացման համար, ենթարկվել էր բռնաբարության, որի մասին բնականաբար չէր հայտնել ծնողներին եւ այդ տրավման տանելով իր հետ
արդեն հասուն տարիք բերել էր իր հետ խնդիրների առաջացման, որը բնականաբար ցավոտ թեմա է եւ անձի եւ հետագայում արդեն զույգի համար, այնինչ եթե ճիշտ ժամանակին խոսվի թեմայի մասին, դրանք ավելի կկանխարգելվեն, քան տարածում կունենան, նույն էքսիբիցիոնիզմի հետ կապված, նույն վոայերիզմի հետ կապված, հասարակական տրանսպորտում մարդիկ չեն սիրում խոսել։ Հանկարծ ասում են կարող է ասեն ես եմ մի բան արել, այսինքն վախենում են զոհի պիտակավորում ստանալուց, Յուլիանա ջան, ես կուզեի խոսենք մենք սեռակրթության մասին, արդյոք դուք ունեք տվյալներ, ինչքանով են երեխաները տիրապետում սեռակրթության հիմունքներին, որը մենք ընդհանրապես ասում ենք, որ պետք է սկսվի ընտանիքից, բայց հասկանում ենք նաև, որ ընտանիքներում այդ թեման բաց է։ Հիմնականում երեխաները ինֆորմացիա ստանում են համացանցից, ընդ որում ինչ որակի ինֆորմացիա են ստանում նրանք համացանցից, խիստ վիճելի է, ու դա ստուգելը շատ բարդ է։ Մենք համացանցային հարթակների մասին ենք հարցրել երեխաներին, թե ինչ հարթակներից են նրանք օգտվում։ Հիմնականում օգտվում են Snapchat-ից, TikTok-ից, Telegram-ից։ Facebook-ից օգտվում են ընդամենը 8%-ը, այսինքն սերունդների միջև լուրջ տարբերություն կա, եւ քանում որ մենք մեր սերունդը այն մյուս հարթակներից այնքան էլ տեղյակ չի, TikTok-ը ավելի երիտասարդների հարթակ է, Discord-ը եւ Discord-ից էլ են օգտվում որպես խաղային հարթակ, բայց խաղային հարթակների միջոցով էլ են տարածվում տարբեր կոնտենտ եւ ծնողը իրականում տեղյակ չի լինում ինչ իրականության մեջ է ապրում երեխան։ Ինչպես կարելի է հաղթահարել այդ հասարակական լռությունը, որին բախվում են բռնության ենթարկված երեխաներ ու առհասարակ անձիկ։ Զոհին մեղադրելու միտումը ամբողջ աշխարհում է տարածված։ Կան անգլալեզու տարատեսակ գրքեր գրված այդ մասին, որոնք այնքան կոչվում են blaming the victim, հենց զոհի մեղադրում եւ կրկնակի զոհականացում, դա միայն հայաստանյան հասարակությանը չի հատուկ, բայց սկզբից խոսքը գնում է այն մասին, որ երեխան չի վստահում, երեխան վստահելի անձ չունի, որը միշտ իր կողմից է լինելու։ Իսկ առաջին օղակում պետք է լինի ծնողը։ Այո, մայրիկները այդ դերը հիմնականում կատարում են, բայց ոչ բոլորի համար, անգամ վստահելի մայրիկին, երբ որ քննարկված չեն այդ թեմաները, շատ դժվարությամբ է երեխան մոտենում եւ խոսում, հատկապես բառապաշար չունենալով։ Ինչպես ասի, որտեղ են դիպչել, ինչպես ասի, որ մարմնի որ հատվածում է տհաճություն զգում, չի կարող դրա մասին խոսել։ Ցավոք, այո։ Ինչ անել, ում դիմել, երբ որ արդեն երեխան ենթարկվել է բռնության, առաջին հերթին ինչ միջոցներ երեխան օգտագործի, որ նախ ուշադրություն գրավի, որտեղ սա եւս լուրջ հարց է, եւ դրանից հետո ում դիմի։ Բնականաբար, երբ խոսքը գնում է բռնության մասին, արդեն եւ բացահայտված բռնության դեպքի մասին արդեն բնականաբար ոստիկանությունը շատ ակտիվ դերակատար է։ Այսօր կան կարգավորումներ, որոնք պահանջում են հոգեբանի ներկայություն հարցաքննության ժամանակ, որպեսզի եւ դա տեղի է ունենում բառնախոսում, որը որ մենք ունենք Հայ օգնության ֆոնդում, մեր գոլեգաների մոտ, Միրա Անտոնյանի կենտրոնում, որը հատուկ ստեղծված սենյակ է, որտեղ խաղասենյակ է։ Երեխայի համար խաղասենյակ է, ուղղակի երեխային այնտեղ ավելի հարմարավետ, որպեսզի երեխան զգա եւ այդ հարցերը նրա համար լրացուցիչ տրավմատիկ չլինեն։ Հոգեբանի ներկայությամբ է իրականացվում հարցաքննությունը, որպեսզի հոգեբանը նույնպես կարողանա հարցերը ձևակերպել այնպես, որ երեխայի համար ռետրավմատիզացիա տեղի չունենա։ Եվ վերջում Յուլիանա ջան, ձեր խորհուրդները ծնողներին, առհասարակ հասարակությանը, երեխաներին։ Ես կարծում եմ, որ իհարկե պետք է երեխայի հետ խոսել իր մարմնի մասին, իր մարմնի խնամքի մասին, մաքրության մասին, մարմնի տարբեր մասերը խնամելու մասին, մարմնի սեփական սահմանները ճանաչելու, սահմանները ճանաչելու մասին, սեփական անվտանգության մասին, վստահության մասին, որ ծնողը այն ամենավստահելի անձն է, ում հետ կարող է սկսվել ամեն ինչով, որովհետև ծնողը ոչ թե պատժիչ օղակ է, այլ ծնողը աջակցող օղակ է։ Այդ վերաբերմունքը իհարկե կա, մենք ունենք տվյալներ այն մասին, որ հիմնականում ծնողն է աջակցում, բայց այն դեպքերը, որոնք պրոբլեմատիկ են, ես նաև նշեմ, որ
այն երեխաների տոկոսը, որոնք նշել են, ես նշեցի 13% սեռական բռնության տարբեր տեսակի դեպքեր, իսկ այն երեխաների տոկոսը, որոնց ստիպել են սեռական հարաբերություններ ունենալ իրենց կամքին հակառակ, կազմում են 0.41%։ Տոկոսը թվում է ցածր, բայց սա էլի ցավալի իրականություն է մեզ համար։ Սա այն իրավիճակն է, որտեղ խոսքը անպայման գնում է կանխարգելիչ միջոցառումների անհրաժեշտության մասին։ Ես ասեմ նաև մեր հետազոտական թիմի մասին, որովհետև մեծ էր հետազոտական թիմը։ Մենք ունենք աստրահիմնադրամ, որը ղեկավարում է Վերոնիկա Ադինոկովան, եւ այդ հասարակական կազմակերպությունը ստացել էր դրամաշնոր մի նախաձեռնությունից, որը կոչվում է սեռական բռնությունների հետազոտության նախաձեռնություն, եւ այդ նախաձեռնության դրամաշնորի ֆինանսավորման շնորհիվ մենք ի վիճակի եղանք իրականացնելու այդ փուլ առ փուլ հետազոտությունը, սկսելով փորձագիտական հետազոտությունից, մշակելով գործիքակազմը, այնուհետև իրականացնելով դպրոցում կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության թույլատվությամբ հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի մասնագետների աջակցությամբ մենք ի վիճակի էինք իրականացնել այս հետազոտությունը։ Շատ ուրախ եմ, որ իրականացրել եք, իրականում Հայաստանում շատ դժվարությամբ են խոսում բռնության մասին եւ բավականին ծանր աշխատանք եք տարել, վստահ եմ։ Ասեմ նաև, որ այս հետազոտությունը հիմք է հանդիսանալու, որպիսի հետագայում դարձյալ կիրառվի ավելի հակիրճ հարցաթերթիկ կլինի, կներառվեն այն հարցերը, որոնք աշխատել են, եւ մշակված մեթոդաբանությունը Հայաստանի Հանրապետությունը կկարողանա կիրառել, որպեսզի դինամիկան դիտարկել։ Եվ իհարկե տեղայնացված մեր հասարակությանը համապատասխան։ Շնորհակալ եմ շատ։ Ես էլ եմ շատ շնորհակալ։ Հարգելի ծնողներ, եղեք տեղեկացված եւ անպայման խոսեք ձեր երեխաների հետ։ Հաղորդման գործընկերն է Մաքսուս կենսաակտիվ հավելումները։